2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվեց ոչ միայն քաղաքական բանավեճերով ու նախընտրական խոստումներով, այլև ապատեղեկատվության, մանիպուլյատիվ բովանդակության և արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի տարածմամբ։ Թեման երկխոսության մեդիակենտրոնում ոլորտի ներկայացուցիչների քննարկման առանցքում էր։ Ապատեղեկատվությունն այսօր պարզապես կեղծ տեղեկատվություն տարածելու մասին չէ, այն կարող է ձևավորել հանրային օրակարգ, խորացնել հասարակական բևեռացումը և ազդել ընտրողի ընկալումների ու որոշումների վրա։ Այս խորհրդարանական ընտրությունները իրենց քարոզարշավով առանձնահատուկ են և ես կասեի, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտը։ Ապատեղեկատվության ծավալների աճին զուգահեռ փոխվում են նաև դրան հակազդելու մեթոդները։ Եթե նախկինում կեղծ տեղեկությունը տարածելու համար անհրաժեշտ էին որոշակի մեդիա ռեսուրսներ, ապա այսօր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նման բովանդակություն ստեղծել ու տարածել հաշված րոպեների ընթացքում։ Աղվա լրագրողը առաջամարտի կլինելու է նա, ով ոչ թե ավելի արագ նյութ է գրում, այլ ավելի արագ կարող է ստուգել։ Եվ այդ ստուգելու կարողությունների զարգացումը երևի ամենամեծ մարտահրավերն է այսօրվա լրագրության համար։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հատկապես նկատելի էր արհեստական բանականության գործիքների կիրառումը։ Դիփֆեյքեր, գեներացված ձայնագրություններ ու տեսանյութեր, դրանց մի մասն այնքան համոզիչ էր, որ կեղծը իրականից տարբերելը հեշտ չէր անգամ լրագրողների եւ ոլորտի մասնագետների համար։ Բաց տեղեկատվական հոսքերով հասարակության մեջ շատ ավելի հեշտ է պայքարել դրանց մեջ, քան թե ասենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ չես կարող, որտեղ փակ է եւ բազմակարծություն չկա, հակաճառություն չկա, ստուգումների ինչ որ մի բան գործուն մեխանիզմ չկա, որը կարողանա համեմատվել նույնիսկ Հայաստանում ստեղծված ստուգման այդ հարթակների հետ 5-6 կազմակերպություն փաստորեն զբաղվում է մեզանում դրանով։ Սակայն ապատեղեկատվության ազդեցությունը միայն դրա արագ տարածմամբ չի սահմանափակվում։ Կեղծ տեղեկությունը հաճախ ավելի արագ է հասնում լսարանին, քան դրա հերքումը։ Առավել վտանգավոր են այն դեպքերը, երբ մանիպուլյացիան կառուցվում է իրական փաստերի ու կեղծ պնդումների համադրությամբ։ Այդ դեպքում ամբողջովին կեղծ տեղեկության փոխարեն հանրությանը մատուցվում է կիսաճշմարտություն, որն ավելի դժվար է ճանաչել։ Ապատեղեկատվության հետ կապված ուղղակի կուզենայի մեր հանրությանը եւս մեկ անգամ կոչ անել։ Մեդիագրագիտությունը դա ժամանակակից մարդու համար ուղղակի անհրաժեշտ հասկացություն է եւ երևույթ, եւ եթե դուք չեք ուզում ամեն օր մոլորված մնալ, ապա առնվազն վերապահումով մոտեցեք ցանկացած ինֆորմացիայի։ Փաստերի ստուգումը շարունակում է մնալ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր հակակշիռ, սակայն խնդիրն այստեղ եւս միայն արագ արձագանքելը չէ։ Փաստերի ստուգման հրապարակումը միշտ չէ, որ հասնում է այն նույն լսարանին, որին հասել է սկզբնական կեղծ տեղեկատվությունը։ Իսկ ապատեղեկատվության տարածման համար նպաստավոր միջավայրի մեկ այլ խնդիր, ըստ Լևոն Բարսեղյանի, լրատվական դաշտում առկա ֆինանսական անհավասարությունն է։ Նրա խոսքով բարեխիղճ լրատվամիջոցները հաճախ մրցում են ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող, պատվերով կամ մանիպուլյատիվ բովանդակություն արտադրող հարթակների հետ։ Ինչքան էլ այս բարեխիղճների խումբը բարեխիղճ աշխատի, միջին վիճակագրական սպառողը 10 լուրից 1-2 լուր է ռաստ գալու բարեխիղճ եւ 7 լուրի պատահելու է լուր, որն է նյութի, ասենք, լուր չէ, որոնք արտադրել են այսպես ասած անբարեխիղճները, աղբ են արտադրել, որը լցվել է ընդհանուր ուրեմն լրատվական հոսքերի մեջ եւ դու մի ասա ամենաչեզոք սպառողին 3-4-5 անգամ ավելի շատ է ռաստ գալիս այդ նյութը, քան թե բարեխիղճ նյութերը։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե արդյոք խնդրի լուծումը պետք է փնտրել նոր սահմանափակումների եւ օրենսդրական խստացումների մեջ։ Մասնագետների մի մասը շեշտեց, խոսքի ազատության սահմանափակումը կարող է նոր խնդիրներ ստեղծել, իսկ ավելի արդյունավետ հակակշիռը որակյալ եւ անկախ մեդիայի զարգացումն ու հանրության մեդիագրագիտության բարձրացումն է։ Սա կանխելու միակ ձևը որակյալ մեդիա արտադրանք ստեղծելն է, որակյալ մեդիա կոնտենտ ստեղծելն է, որակյալ լրատվամիջոցներ զարգացնելն է։ Ընտրություններն ավարտվել են, սակայն տեղեկատվական պայքարը ոչ, ապատեղեկատվությունը շարունակում է մնալ հանրային օրակարգի ձևավորման գործիք, իսկ առաջիկա տեղական ընտրությունները նոր փորձություն կարող են դառնալ թե քաղաքական ուժերի, թե լրատվամիջոցների եւ թե քաղաքացիների համար։ Այս պայմաններում տեղեկատվությունը ոչ միայն ստանալը, այլև դրա աղբյուրը, նպատակը եւ հավաստիությունը ստուգելը դառնում է ընտրողի կարևորագույն գործիքներից մեկը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։
Օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունում տեղի ունեցել 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիս։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են Հայաստանի միգրացիոն իրավիճակի փոփոխությունները, ոլորտում իրականացվող բարեփոխումները, քաղաքացիության միգրացիայի կառավարման գործընթացները, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերը։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը եւ ներքին գործերի նախարարի միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը գործում է ներքին գործերի նախարարության կազմում եւ միավորում է միգրացիայի, ապաստանի, քաղաքացիության եւ հարակից հանրային ծառայությունների ուղղությունները։ Արմեն Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի միգրացիոն պատկերի փոփոխությանը։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նկատմամբ աճող հետաքրքրությանը։ Արմեն Ղազարյանը նշել է, որ քաղաքացիության դիմումների աճը պայմանավորված է տարբեր գործոններով, այդ թվում միջազգային միգրացիոն գործընթացներով եւ Հայաստանի նկատմամբ Սփյուռքի ներկայացուցիչների հետաքրքրությամբ։ Միաժամանակ քննարկվել է քաղաքացիության ինստիտուտի արդյունավետության եւ կիրառության հարցը։ Իսկ որն է քաղաքացիության ինստիտուտի բուն բովանդակությունը։ Դա անձի եւ պետության կայուն իրավական կապն է փոխադարձ իրավունքներով եւ պարտականություններով։ Մեր սահմանադրական դատարանը մի վճիռ ունի, որտեղ նաեւ ավելացնում է իրավունք եւ պարտականության բովանդակությանը մի կարեւոր էլեմենտ, պատասխանատվության էլեմենտը։ Նաեւ անձի եւ պետության փոխադարձ ունեցած պատասխանատվության հանգամանքով պայմանավորված։ Եթե ուշադրություն դարձնենք մեր միգրացիոն հոսքերին եւ քաղաքացիության դիմումներին, կնկատենք, որ քաղաքացիությունը օգտագործվել է երկու նպատակով։ Առաջինը ձեռք բերելու համար ճամփորդական փաստաթուղթ։ Եվ մենք ինչ ենք նկատում։ Մենք նկատում ենք ակնհայտ դիմումների կտրուկ աճ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով։ Ասուլիսի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձած ՀՀ քաղաքացիության գործընթաց։ Ներկայացվել է գործընթացը փուլ առ փուլ եւ ընդգծվել, որ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը շարունակում է աշխատանքը տեղահանված անձած քաղաքացիության հարցերը հնարավորինս արդյունավետ կարգավորելու ուղղությամբ։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս ցուցանիշը համադրելով նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ։ Նախորդ տարի մենք Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհել էինք 3393 քաղաքացիություն։ Ամեն հաջորդ ամիսը այս տարի շատ ավելի շատ շնորհում ենք տվել, քան նախորդ ամիսը, սա հստակ արձանագրված ուրեմն միտում է։ Ասուլիսի կարևոր թեմաներից մեկը Հայաստանի եւ Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն էր։ Արմեն Ղազարյանը նշել է, որ գործընթացը գտնվում է ակտիվ աշխատանքային փուլում։ Հայաստանը շարունակում է իրականացնել ԵՄ-ի կողմից ներկայացված գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված քայլերը։ Նա նշել է, որ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը ներառում է միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, վերադարձի, ինչպես նաև մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված ուղղություններ։ Վիզաների ազատականացումը Եվրոպական միության հետ շատ այսպես համակարգված գործընթաց է։ Դրա համար մենք շատ կարճ ժամանակահատվածում Եվրոպական միության գործընկերներից ստացել ենք գործողությունների ծրագիր վիզաների ազատականացման եւ ունենք բավականին դրական արդյունքներ։ Ես կոնկրետ ժամկետներ չեմ նշի եւ շատ բարդ է կոնկրետ ժամկետներ նշել, բայց ես կարող եմ ասել, որ մենք ունենք բավականին այսպես ինտենսիվ աշխատանք։ Նելի Դավթյանը ներկայացրել է նաև անձահաստատող փաստաթղթերի համակարգի արդիականացման աշխատանքները։ Նա հայտնել է, որ նախատեսվում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրում։ Նոր համակարգի նպատակն է բարձրացնել փաստաթղթերի անվտանգության մակարդակը, համապատասխանեցնել դրանք միջազգային ժամանակակից չափանիշներին եւ քաղաքացիների համար դարձնել ծառայությունների ստացումը ավելի հարմար ու ժամանակակից։ Ինչպես գիտեք, առաջիկայում աշնանը, ինչպես խոստացել ենք, կմեկնարկենք արդեն կենսաչափական նոր անձահաստատող փաստաթղթերի տպագրությունը եւ տրամադրումը մեր քաղաքացիներին, ընդ որում խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի եւ կենսաչափական նույնականացման քարտի մասին է, այլ գրեթե բոլոր տեսակի անձահաստատող փաստաթղթերի, այդ թվում փախստականին տրամադրվող, ինչպես նույնականացման քարտ, այնպես էլ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Ասուլիսի ընդհանուր շեշտադրումն այն էր, որ Հայաստանի միգրացիոն համակարգը գտնվում է կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների փուլում։ Արմեն Ղազարյանը նշել է, որ միգրացիոն քաղաքականության հիմքում պետք է լինի քաղաքացիակենտրոն ծառայությունների զարգացումը եւ թվային փոխակերպումը։ Այս մոտեցումը
քննարկումը համահունչ է նաև ՆԳՆ-ի կողմից իրականացվող ավելի լայն բարեփոխումներին, որոնց նպատակն է միգրացիա և քաղաքացիության ոլորտներում ձևավորել ժամանակակից, անվտանգ, արդյունավետ և մարդակենտրոն համակարգ։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գործունեության համար եւ նշել, որ այս ամբողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում։ Այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում եւ ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում եւ դա շատ գնահատելի է։ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին եւ նշել. Նաեւ լինելով ազգային ժողովի նախագահ, ըստ էության աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար, ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին եւ հաջողություն մաղթել։ Դուք նշեցիք այն աշխատանքները, որում ես ներգրավված եմ եղել, այդ աշխատանքները որտեղ որ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել, ոչ թե երևի այլ հաստատ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել։ Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության եւ Արմեն Գրիգորյանին կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են։ Եվ կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել, անկախ այն բանից, որ վարչապետը ասաց, որ տեղյակ եմ եւ մասնակցել եմ, կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար հետ աշխատել։ Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ, միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու Անվտանգության խորհրդի քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի գրասենյակին եւ առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ, մինչ այդ պարոն Սիմոնյան իհարկե համաձայն եմ, անկախ նրանից, որ պրոցեսներին ամբողջությամբ տիրապետում եք, անհրաժեշտություն կլինի որոշ ժամանակ, ոչ շատ երկար, ծանոթանալ Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատանքի առանձնահատկություններին, կանոնադրական լիազորությունների շրջանակին եւ գործունեության կանոնադրության շրջանակին, որից հետո արդեն աշխատանքային կարգով ես կառաջադրեմ այն կոնկրետ խնդիրները, որոնց լուծումները առաջիկայում ակնկալելու եմ ձեզնից եւ Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է մեր երկրում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել եւ զարգանում են ռազմավարական գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կարեւորությանը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումների խաղաղության գործընթացի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած աջակցությանը եւ ունեցած դերակատարությանը։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Կարևորվել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև քաղաքական, տնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը։ Հույս չկար։ Իհարկե հույս չկար։ Ինքը արդեն վերակենդանացման բաժանմունքում էր, մենք իր մոտ չէինք, մեզ չթողեցին իրան այցելենք, նու 3-4 օր։ Արդյունքում չէ, արդյունքում շատ հրաշքներ կատարվում են, իրոք
հրաշք է։ Այն, ինչին Հռիփսիմեն անվանում է հրաշք, հստակ անուն ունի՝ իշեմիկ կաթվածի ազգային ծրագիր։ Սրա շրջանակում ու շնորհիվ է կաթվածի բուժման ժամանակակից կյանք փրկող մեթոդը արդեն հասանելի նաև Մարտունու ու հարակից համայնքների բնակիչներին։ Իմ կյանքը փրկեցին։ Իրանք բերեցին մի հատ տեղ ստացեցին, անցած շտաբով տազետ խաբար չեմ եղել։ Մարտունու բժշկական կենտրոնում ուղեղի իշեմիկ կաթվածի ախտորոշումից անմիջապես հետո տեղում իրականացվել է ներերակային տրոմբոլիտիկ թերապիա, որից հետո Տիկին Անի Վարդին տեղափոխել են Երևան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն բուժումը շարունակելու։ Դեղորայքը ներարկուելուց հետո անմիջապես հետո ունենում է վիճակի լավացում, շատ ոգևորվում ես։ Այստեղ մեկ ամիս կազմ պատրաստ սպասում էին առաջին անգամ այս միջամտության իրականացմանը։ Անցել էին վերապատրաստումներ, արկա էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հետ հեռաբժշկություն իրականացնելու բոլոր պայմանները։ Մենք հեռավար մարզերի շարքում ենք դասվում, մեզ մոտից մինչև Երևան մոտ 150 կիլոմետր է եւ կան որոշակի բարդություններ, ձմեռային ճանապարհներ եւ այլն եւ այլն, երբեմն քաղաքացիները ուղղակիորեն անկախ կամքից եւ ցանկությունից դուրս էին մնում ծրագրի առաջի փուլից։ Այսինքն տրոմբոլիզի փուլը բաց էր մնում եւ ստիպված մնում էր միայն տրոմբեկտոմիայի փուլը։ Պացիենտը ներերակային տրոմբոլիզիկ թերապիա ստանում է Մարտունի քաղաքում, Մարտունի բժշկական կենտրոնում եւ անմիջապես հետո տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ շարունակում է հետագա բուժումը եւ հետագա հետազոտությունները։ Սա սոցիալական, առողջապահական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որը որ կարող է մարզում գործել։ Սպասված ծրագրի առաջին շահառուն Տիկին Անի Վարդն էր։ Մարտունու բժշկական կենտրոնում ներերակային տրոմբոլիտիկ թերապիան առաջին իրականացնողը բժիշկ Աշխեն Ադիլխանյանը։ Ներքին համոզմունք ունեի, որ ես հենց առաջին մարդն եմ լինելու, ով հենց անելու է տրոմբոլիտիկ թերապիան ու շատ ոգևորված էի։ Մենք նախկինում է շատ դեպքեր ենք ունեցել ստրոկ ծրագրի հետ կապված, որ պացիենտը դիմել է, մենք ախտորոշել ենք ու մի անգամից ուղարկել ենք Երևան առանց այս դեղորայքը անելու, բայց այս քայլը շատ կարևոր է, որովհետև առաջ թե մտածում էինք, որ 2 ժամվա մեջ չենք տեղավորվում, պետքա մի քիչ փորձել ամեն ինչ արագ անել։ Հիմա այդ հնարավորությունը ունենք, որ հենց տեղում կազմակերպելու։ Հեռաբժշկությունը ինքը գործիք է, որը որ աշխարհագրական խոչընդոտը լուծում է, լրացնում է, եւ մենք հնարավորություն ենք ունենում պացիենտին թեկուզ եւ 100 կիլոմետր հեռավորության վրա ապահովել անհրաժեշտ բուժօգնությամբ։ Տիկին Անի Վարդը հիմա տանն է, ոչ միայն կյանքին վտանգ չի սպառնում, այլև չեզոքացված է հաշմանդամության ռիսկը։ Այն ժամանակ եւ հիմա ինքը հերոս է։ Ինքը հիմա հերոս է։ Ներերակային տրոմբոլիտիկ թերապիայից մինչև տրոմբեկտոմիա, այնուհետև նաև դեղորայքային բուժում։ Կաթվածի ազգային ծրագրի շրջանակում պացիենտի համար բուժօգնությունն ամբողջովին անվճար է պետության ֆինանսավորմամբ։ Մեկ պացիենտի համար բուժումը կարող է արժենալ 1.5 միլիոն դրամից մինչև շուրջ 4 միլիոն դրամ։ Հիմա Երևանից բացի կաթվածի կենտրոններ են գործում նաև Գյումրիում ու Գորիսում։ Հեռաբժշկությամբ ծրագրին են միացել նաև Վանաձորն ու Մարտունին։ Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ, մասնավորապես Իտուրոպ կղզի։ Սանայետակայիտին հայտարարել է, որ Տոկիոն դատապարտում է նման քայլը, քանի որ նրա ձևակերպմամբ հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են, թե պատմականորեն, թե միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ռուսաստանի նախագահի այցը Իտուրոպ նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները։ Ուկրաինան ներխուժելուց հետո Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները չափազանց բարդ են, բայց նույնիսկ այս պայմաններում Տոկիոն ջանքեր է գործադրում լարվածությունը կանխելու համար, ընդգծել է Ճապոնիայի վարչապետը։ Սանայետակայիտին հավելել է, որ Պուտինի այցը սրել է Ճապոնիայում հակառուսական տրամադրությունները եւ բարդացրել հարաբերությունների վերականգնման գործընթացը։ Ճապոնական կողմը նախազգուշացնում է, կառավարությունը մտադիր է ուսումնասիրել պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, դիտարկվում է պատժամիջոցները խստացնելու սցենարը։ Մոսկվայից արձագանքել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Տոկիոյից հնչող հայտարարությունները քաղաքական առումով անտեղի են, վիրավորական եւ անհիմն իրավական տեսանկյունից։ Նա մեղադրել է Ճապոնիային հակառուսական եւ թշնամական կուրս որդեգրելու համար։ Իտուրոպ կղզին, ինչպես եւ Կուրիլյան կղզիները ամբողջությամբ Ռուսաստանի անբաժանելի մասն են, եզրափակել է պաշտոնյան։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Դաշնության երկնքում ուկրաինական 553 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Բելգորոդի մարզում 1 մարդ է զոհվել, կան վիրավորներ, թիրախում է հայտնվել Լենինգրադի մարզը, Ուստլուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում Wildberries-ի պահեստը։ ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դրանք հաջողվել է չեզոքացնել։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Կրամատորսկին, վնասվել է բազմահարկ բնակելի շենք, հրդեհ է բռնկվել։ Զոհեր կան Սումիի շրջանում, թիրախավորվել է Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։ Նաև տեղեկություններ կան, որ ԱԹՍ է խոցվել Լատվիայի երկնքում, գործողությանը ներգրավվել են ՆԱՏՕ-ի կործանիչներ։ Վիրավորների կամավերածությունների մասին տեղեկություններ չկան, ԱԹՍ-ի ծագումը դեռ հայտնի չէ։ Այս ֆոնին Արևմտյան մամուլը գրում է, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հրադադար հաստատել Սև ծովում եւ չթիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նշվում է, որ Կիևն իր առաջարկը Մոսկվային է փոխանցել երրորդ կողմի միջոցով եւ սպասում է պատասխանի։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կոչ է արել նոր փուլ սկսել Աբրահամյան համաձայնագրերում, որոնք ձեռք են բերվել շուրջ 6 տարի առաջ Վաշինգտոնի միջնորդությամբ եւ միտված են կարգավորելու Իսրայելի եւ արաբական պետությունների հարաբերությունները։ Քուշների կարծիքով հարկավոր է ընդլայնել համաձայնագրերի շրջանակը հիմնված տնտեսական գործակցության եւ տարածաշրջանային անվտանգության վրա։ Տարածաշրջանը կրկին գտնվում է շրջադարձային կետում, նախկինում անհնարին համարվող առաջընթացի կարելի է հասնել հրաժարվելով տարածաշրջանային հակամարտությունների հարցում անցյալի մոտեցումներից եւ բաժաներար գծերից, հավելել է Սպիտակ տան բանագնացը։ Նաեւ լուրեր են շրջանառվում, որ Քուշները հաջորդ շաբաթ կարող է մեկնել Իսրայել։ Օրակարգային կարևոր հարցերից է լինելու Գազայի հատվածում իրավիճակը եւ այն վերականգնելու ամերիկյան ծրագիրը, որին հրեական պետությունը դեմ է արտահայտվել։ Թուրքիայի արտգործնախարարը Եգիպտոս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Գազայում զարգացումներին, Հական Ֆիդանը շեշտել է, պաղեստինյան կողմը կատարել է իր պարտավորությունները, մինչդեռ հաջորդ փուլին անցնելու Իսրայելի դժկամությունը եւ պաղեստինցիներին վտարելու ծրագրերը կարող են ստիպել միջնորդներին կտրուկ միջոցների դիմել։ Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրի Իսրայելի վրա, հակառակ դեպքում Թուրքիան, Կատարը եւ Եգիպտոսը քայլեր կձեռնարկեն, նախազգուշացրել է դիվանագետը։ Ֆիդանի համոզմամբ Բենյամին Նեթանյահուն ավելի ու ավելի է մեկուսացնում Իսրայելը միջազգային հանրությունից։ Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը դաշինք են կազմել Թուրքիայի դեմ եւ սպառնում են երկրի անվտանգությանը։ Այս համատեքստում Ֆիդանը հիշեցրել է օրերս Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի միջև ստորագրված Մեքքայի համաձայնագրի մասին, հավատացրել, որ փաստաթղթի կողմերի նպատակն է ստեղծել բացառապես պաշտպանական դաշինք եւ մշակել զսպման մեխանիզմներ։ Նա հույս է հայտնել, որ Եգիպտոսը եւս կմիանա Մեքքայի համաձայնագրին։ Հատկանշական է, որ լրատվամիջոցներն այն անվանում են մուսուլմանական ՆԱՏՕ։ Դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Դիանա Գասպարյան։ Ավելի քան 55 կիլոգրամ աղբ ընդամենը կես ժամում։ Հենց այսպիսի արդյունքով Կապանում մեկնարկեց երիտասարդության միջազգային օրը։ Քաղաքի հայտնի զբոսայգու տարածքում նրանք մասնակցեցին պլոգինգի, վազքն ու շրջակա միջավայրի մաքրությունը համատեղող վերջին տարիներին տարածում գտած շարժմանը, որը Հայաստան մուտք է գործել 2022-ին։ Պլոգինգի հիմնական նպատակը մշակույթը այն է, որ մենք փորձում ենք վազքի առողջ ապրելակերպի միջոցով մաքուր պայել շրջակա միջավայրը, այսինքն մարդիկ ոչ թե գնում են X տարածք ու փորձում են թափոններ հավաքել, այլ ուղղակի ճանապարհի ընթացքում ինչ տեսնում են հավաքում են, դա նաև օգնում է, որպեսզի մյուս համայնքում գտնվող մյուս մեր հայրենակիցները, համաքաղաքացիները տեսնեն, նկատեն ու հաջորդ անգամ եթե ուզենան ինչ-որ աղբ նետեն, մի բան ոնց որ sense փոխվի իրancs մոտ ու այդ գործողությունը չանեն։ Թեև պլոգինգը տարիքային սահմանափակում չունի, բայց շարժման հիմնական համախոհները երիտասարդներն են։ Այն նախաձեռնողները նպատակ ունեն մարզում ձևավորել առողջ ապրելակերպի եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մշակույթ, չսահմանափակվելով մեկօրյա միջոցառումներով։ Մեզ մոտ ավանդույթ կա նախարարության հետ, մենք նախ հարցնում ենք երիտասարդներին, թե ինչ միջոցառումներ իրենք կուզենան այդ օրը տեսնել, ինչպես նշել այդ օրը, եւ այդ հարցման արդյունքում է ձևավորվում օրվա օրակարգը, նույնը նաեւ Կապանում տեղի ունեցավ, եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ սպորտային միջոցառումների շարքում առաջին անգամ պլոգինգը զբաղեցրեց առաջին տեղերից մեկը, որ մենք կազմակերպեցինք առաջին անգամ պլոգինգ, սովորաբար սպորտային մրցույթային խաղեր են լինում, իսկ այստեղ ունենք նաև բնապահպանական կոմպոնենտ, ինչը մեզ շատ ուրախացրեց։ Նախաձեռնությանը միացած 30 երիտասարդները խրախուսվեցին հաճելի անակնկալներով, ոմանք էլ նման օգտակար եւ միևնույն ժամանակ հաճելի ժամանցը բարբերական դարձնելու ցանկություն հայտնեցին։ Ցանց միջոցառումներ անելը շատ ճիշտ է, խրախուսվում է, մանավանդ երիտասարդների համար, ու ինչն էլ մեր աչքին հենց հաճելի է լինում, որ մեր այգիները, որտեղ մենք միշտ նստում ժամանակ ենք անցկացնում, մաքուր է լինում։
Տոնական օրակարգը շարունակվեց ինտերակտիվ ֆորումով, որի մասնակիցները դարձան ոչ միայն մարզի երիտասարդները, այլև մայրաքաղաքից ժամանած հյուրերը։ Մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները հանդես եկան ավանդական շնորհավորական ուղերձներով։ Այս տարվա տոնակատարության առանցքային կարգախոսը տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ։ Կարծում եմ, պարզապես գեղեցիկ խորագիր չէ, այլ մեր իրականության արտացոլող։ Այսօր այստեղ համախմբվել են երիտասարդներ, որոնք ներկայացնում են տարբեր միջավայրեր, ունեն տարբեր փորձառություն ու մասնագիտական ուղի, սակայն վստահ եմ, բոլորիդ միավորում է մեկ ընդհանուր ձգտում՝ կրթվել, լինել նորարար, զարգանալ եւ սեփական ձեռքբերումներով կերտել ավելի լավ ու առաջադեմ ապագա։ 2026-ը Կապանի համար առանձնահատուկ է նաև նրանով, որ հայտարարվել է ԱՊՀ երկրների երիտասարդական մայրաքաղաք։ Ուստի ակտիվ անցուդարձի եւ միջոցառումների պակաս այս ընթացքում չի զգացվի։ Կապանի երիտասարդները համայնքային կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Իրենց նախաձեռնություններով, գաղափարներով ու աշխատանքով զգալի ներդրում են ունենում համայնքի զարգացման գործում։ Մեզ համար կարևոր է ոչ միայն գնահատել այդ մասնակցությունը, այլև շարունակաբար ստեղծել նոր հնարավորություններ այն ավելի մեծացնելու եւ զարգացնելու համար։ ՕՍՄ գաղափարների մրցույթի արդյունքների ամփոփումը նույնպես միջոցառման մաս կազմեց։ Իրենց համայնքների զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված 3 լավագույն ծրագրերի հեղինակները պարգևատրվեցին 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Երեխաների կարիքների հիման վրա է ստեղծվել այս գաղափարը, դեռ երկար տարիներ առաջ 44 տարից հետո այս միտքը ստեղծվել, քանի որ մենք Շինուհայրում ունենք Արցախից տեղահանված շատ երեխաներ, ինչի՞ չէ նաև տեղաբնակ երեխաներ, որտեղ խաղահրապարակ չկա, այսինքն խաղահրապարակը կա, բայց գույքի բացակայության պատճառով ոնց որ երեխաները միայն խճաքարերի վրա ֆուտբոլով են սահմանափակվում, համայնքի աջակցությամբ այս ծրագիրը վերջնական արդյունքի կտա, ամբողջական, որ ասեմ, այս իմ գաղափարը ամբողջական կհերիքի չէ, բայց առաջարկություններ արդեն ստացել եմ, հուսով եմ ամբողջական այն ինչ, որ ես մտածում եմ, դա կիրականացվի։ Երիտասարդների կողքին ամուր կանգնած է նաև նախարարությունը, պատրաստ աջակցելու, ուղղորդելու եւ նրանց նախաձեռնությունները կյանքի կոչելու։ Նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ վաղվա սերունդը ոչ միայն կբարձրաձայնի գաղափարները, այլև կունենա դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն եւ հնարավորություններ։ Օրվա հերոսների հետ տոնը նշելու համար հարավային մայրաքաղաք էր ժամանել նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մեր նախարարությունը որպես նաև երիտասարդության նախարարություն ունի ծրագրերի մի ամբողջ շարք ուղղված երիտասարդներին, դրանք նաև բխում են երիտասարդական քաղաքականության մասին օրենքից, որը ընդունվեց 2025-ին ազգային ժողովի կողմից, եւ մենք կարևորում ենք այնպիսի ինստիտուցիոնալ գործիքների ստեղծումը, որոնք երիտասարդների մասնակցությունը դարձնում են ոչ թե իրադարձային կամ միջոցառումային, այլ դարձնում են համակարգային։ Սիրը հենց հոպատավե այնգդ կյադեկն է, այդ պիձեն ու են շապ կյադեն է, կսեին ուրա իմնը սամվետ բդի անդրեք։ Ընտրակաշարքի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեին նոր ձայնագրությունն է։ Քննությամբ ըստ ավագ քննիչի պարզվել է, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի համակիրներ Գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը, ինչպես նաև Համլետ Սարուխանյանը եւ Լիանա Վարդանյանը նախնական համաձայնությամբ ընտրակաշարքի միջոցով փորձել են ձայներ ապահովել դաշինքի օգտին։ Լիանա Վարդանյանը մինչ այդ ներգրաված է եղել բազմաթիվ ընտրություններում, հանձնաժողովի կազմում եւ ունենալով իր շրջապատում ծանոթներին կանչել է առաջարկել է վստահված անձ ընդգրկել Ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ դրա դիմաց վարձատրություն 80-ից մինչեւ 100,000 դրամ։ Քաղաքացիները, տարբեր քաղաքացիներ համաձայնվել են այդ այսպես ասած շակերտավոր աշխատանքին։ Ըստ քննության քաղաքացիներին վստահված անձ ներգրավելու պայմանը եղել է ոչ միայն ընտրություններին մասնակցելն ու Ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեարկելը, այլև նրանք պարտավորվել են ապահովել իրենց ընտանիքի անդամների, հարազատների ու մերձավորների մասնակցությունն ընտրություններին ու նույն դաշինքի օգտին քվեարկելը։ Եթե պատկերը դոլյակ կենես, արի չկա, բայց մեծ անան։ Ես ու 10,000 կուղան, սս հանգակ մեզ ուտեր 10,000 ինչուր։ Ադի մավրատի ձերատը մեկ է 10,000 տանիքի։ Եթե կարակ կենեն դեպրս կանչ է, իրանք կարող ես էին։ Եթե իրանք սեքից ընկրախվելս հարկ չկա, բայց են 10,000 են չուսիկ։
Это регламентация показателей, это прямо компетенции статусования червовского комиссии, это статусование казначея, это статусование силового центра, и распобеда создана печатала скупая. Նախաքննությամբ նաև պարզվել է, որ ընտրություններից առաջ քաղաքացիներին նախընտրական շտաբում հավաքել են նաև հատուկ հրանգավորման։ Նրանց ներկայացրել են ընտրության օրը իրենց անելիքները, իսկ հանդիպման ավարտին ըստ քննիչի Կարապետ Պողոսյանն ու Համլետ Սարուխանյանը հստակ հայտնել են աշխատանքի դիմաց քաղաքացիները պետք է քվեարկեն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի օգտին։ Ժողովի մասնակիցները հետագայում իրենց ցուցմունքներով պնդել են, որ այո, հրանգավորումից հետո որպես ավարտ խմբի անդամները իրենց հայտնել են, որ իրենք տեղյակ են, չէ, որ պետք է ընտրեն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, քանի որ նրանց ապահովել են աշխատանքով։ Բացի դրանից ունենք նայենք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունք, որտեղ Կարապետ Պողոսյանը գումարային խոսակցություն է ունենում 10,000 դրամական գումարի մասին է խոսում Համլետ Սարուխանյանի հետ, նաև հատկանշական է, որ Կարապետ Պողոսյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել են ցուցակներ ձեռագիր գրված եւ ցուցակում արկային անձանց անունները, որոնց ներկայացվել է մեղադրանք։ Նաեւ Համլետ Սարուխանյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել են ձեռագիր գրառումներ, ցուցակներ մոտ 120 անձի վերաբերյալ։ Բացի այդ, Կարապետ Պողոսյանի բնականի խուզարկությամբ հայտնաբերվել է 10,000 դրամներով 500,000 դրամ, որը հետագայում ճանաչվել է որպես իրեղենապացույց։ Նշված քրեական վարույթից կաշառք տալ ստանալու համար մեղադրվող ընդհանուր 14 անձանց մասով անջատվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Կարապետ Պողոսյանը եւ Համլետ Սարուխանյանը ըստ քննիչի մեղադրանքը չեն ընդունել։ Լիանա Վարդանյանը ընդունել է մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունք։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան։ Օգոստոսի 3-ից 7-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության Արևելյան Եվրոպայի ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում համախմբելով 11 երկրի 27 մասնագետի։ Աշխատաժողովը կազմակերպված էր սիմուլյացիոն վարժանքի ձևաչափով, տեղի ունեցել իրադարձություն եւ անհրաժեշտ էր պարզել այդ իրադարձությունը սեյսմիկ իրադարձություն էր թե ոչ, որը ամենակարևոր եւ բովանդակային մասն է այս ամբողջ աշխատաժողովի ընթացքում։ Մասնակիցների իրականությանը մոտակված պայմաններում մշակել եւ վերլուծել են տարբեր դիտակայաններից ստացված սեյսմիկ տվյալներ։ Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը եւ պատասխանատու կառույցներին Գառնիում աշխատաժողովի անցկացմանն աջակցելու համար։ Հայաստանի կառավարության հանձնառության վկայություններ նաեւ աշխատաժողովի բացման արարողությանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության աջակցությունը միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին։ Հայաստանի եւ միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 2006 թվականի հուլիսի 12-ին վավերացրել այն, դառնալով միջազգային այդ հանձնառությունը ստանձնած 133-րդ պետությունը։ Այսօր Գառնիի AS3 հավաստագրված օժանդակ սեյսմիկ կայանը միջազգային մշտադիտարկման համակարգի մաս է եւ տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու ընտրությունը պատահական չէր։ Հայաստանը տարածաշրջանային աշխատաժողովը հյուրընկալելու համար համապատասխան երկիր էր, հաշվի առնելով կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը։ Հայաստանի ազգային տվյալների կենտրոնն ունի աշխատաժողովի հաջող ընթացքն ապահովելու անհրաժեշտ փորձառություն, գործիքակազմ եւ մասնագիտական կարողություններ։ Որպես սեյսմոլոգիայով ավելի քան 25 տարի զբաղվող ինժեներ ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել ձեր կայանը գերազանց վիճակում է, այստեղ աշխատող մարդիկ իրենց գործն անում են սիրով եւ բարձր պատրաստվածությամբ։ Թեև աշխատաժողովի մասնակիցները ներկայացնում էին տարբեր երկրներ, սակայն խոսում էին մասնագիտական նույն լեզվով։ Համատեղ աշխատանքը լայն հնարավորություններ մոտեցումները համադրելու, նաեւ համագործակցությունն ընդլայնելու համար։ Ես լավագույն տպավորություններ ստացա, ինձ նաև զարմացրին սեմինարի նախապատրաստական աշխատանքներում ներդրված ջանքերը, որոնք հայկական կողմն արել էր, որ բոլոր մասնակիցները իրենց հարմարավետ զգան։ Մենք հասել ենք աշխատաժողովի առջև դրված նպատակներին։ Մասնակիցները սովորեցին ոչ միայն կազմակերպության աշխատակիցներից, այլև միմյանցից, ծանոթանալով տարբեր գործիքակազմերի։ Այժմ մասնակիցները կարող են բնութագրել իրադարձությունը, որոշել պարամետրերը եւ գիտական գնահատականները վերածել իրենց կառավարություններին ու համապատասխան կառույցներին ներկայացվող գործնական խորհրդատվության։
Աշխատաժողովը վերահաստատեց, համաշխարհային մշտադիտարկման համակարգում ճշգրիտ տվյալը նույնքան կարևոր է, որքան այն ճիշտ գնահատող մասնագիտական համագործակցությունը։ Հայաստանը պատրաստ է գիտատեխնիկական ներուժով եւ պատասխանատու հանձնառությամբ շարունակելու նպաստել այդ համակարգի արդյունավետ գործունեությանը։ Քրեական ոստիկանության կիբեռանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել, քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունն ու դերակատարումը։ Քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում հատուկ համակարգչային տեխնիկայի եւ ծրագրակազմերի կիրառմամբ մի խումբ անձինք ուղեբեռների տեղափոխում իրականացնող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը չարաշահելու միջոցով կատարում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ։ Կազմակերպության անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը եւ ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին եւ փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների։ Առերևույթ հանցագործության մասին քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները եւ ԱՄՆ իրավապահ մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեություն իրականացնող այլ խմբերին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանցավոր գործունեությունից տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անհետաձգելի միջոցառումները շարունակվում են։